Վազգեն Սարգսյանը 99 թվին մեկնեց Միացյալ Նահանգներ գործողում։ Եկավ եւ ինձ իսկ ես փոխարինում էի նրան, երբ նա գործողումներ գնում, ես էի փոխարինում վարչապետ։ Նա եկավ եւ ասաց հետեւյալը. նա հանդիպել էր Ալբերտ Գորի հետ, փոխնախագահի Ամերիկայի։ Ասաց, այս տականքը նկատի ուներ Ռոբերտը։ Համաձայնվել է մեղրին հանձնել։ Ասում է Գորը պատմեց շատ ուրախ, որ վերջապես Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորվի այդ ճանապարհով։ Այսինքն մեղրին հանձնելու ծրագիրը Ռոբերտի մոտ եղել է վաղուց եւ ինքը արդեն ներքին կանալներով համաձայնությունը տվել է, որ հասել է Ամերիկա, նրանք հիացմունքով ասում են շատ լավ է, ուրեմն խնդիրը կլուծվի։ Այդ գոբլի տարբերակներ։ Գոբլի կարելի ասել, ընդհանրապես դա հակահայաստանյան տարբերակ է, հակահայաստանյան, հակահայ տարբերակ է։ Հարաբերությունները Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եղել են ծայր աստիճան լարված, ընտրություններից 2 ամիս անց արդեն, երբ Ռոբերտը ընտրվեց նախագահ։ 2 ամիս անց այդ հարաբերությունները արդեն շատ լարված էին կամ կարելի ասել չկային։ Օր-օրի դրանք ավելի էին լարվում։ Վազգենը ինչի գնաց վարչապետ։ Վազգենը տեսավ, որ Հայաստանը ավերվում է, բառացիորեն ավերվում է եւ Հայաստանից ոչինչ չմնա, ինքն էլ չի կարողանա բանակ պահել։ Դրա համար ինքը գնաց կառավարություն եւ ոչ մենակ, այլ Դեմիրճյանի հետ թիմ կազմեց եւ սկսեց աշխատանքները Հայաստանը վերականգնելու։ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը խանգարում էին Սերժ եւ Ռոբերտ Քոչարյանին։ Բառացիորեն խանգարում էին օգտվել իշխանությունից։ Իսկ մարդիկ եկել էին զուտ օգտվելու իշխանությունից, ոչ թե ժողովրդին ծառայելու, այլ հարստություն դիզելու։ Եվ հակասությունը նրանց մեջ այնքան էր սրվել, որ արդեն պետք է մեկնումեկը դա հանգուցալուծվեր, ինչ որ կերպ հանգուցալուծվեր։ Կհանգուցալուծվեր, եթե հոկտեմբերի 27 չլիներ, 2000 թվի նոր տարին մենք կդիմավորեինք առանց Ռոբերտ Քոչարյանի։